Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ, այսօր մայիսի 30-ն է և խոսում է ամենայն հայոց վարչակարգության տեխն է միացան նագնելու մայիսի 30-ն։ Այս ելույթս ևս կուլտուրական է, կարելի ասել 7+, որպեսզի մաքսիմալ տարածվի, ոչ պետք է ասի քֆուրա տալեմ, ես չեմ լսում, երկիրը ձեռից է թմո, ընկել են քֆուրի հետևից, ու տենց դժբախտ մտավորականներ, չակերտավոր մեր ժողովրդի մեջ լիքն է։ Ուրեմն հարգելիներս, նախ ուզում եմ ասեմ, այն ինչ որ ես ասում եմ կապված գյուղացիների հետ, որ պիտի տեղի ունենա մի տարի առաջ հələ դրա մասին կռում ես, խնդրեմ տեղի ունեցա, Ռուսաստանը փակեց, ասում ամսի 30-ից ենք փակելու գյուղ մթերքի մուտքը Ռուսաստան, բայց արդեն շաբաթներով լարսը փակա գյուղ մթերքի համար, այսինքն այն մարդիկ, որ հույս ունեն, որ գոնե այսօր կարող է գյուղ մթերք հասկացեն կամ երեք, դրանք էլ չհասկացի, մնաց փակված մեծած կդառնա հետ։ Նույն այդ ծաղիկ ծախողները, նամանավանդ են գեղանիստ, մեղանիստ, ինչեր են, երևույթի հետանուն հաբան մոռանում եմ, մորուքի տղեն, ոչմ, դրանք, այդ ծաղիկ ծախողները, բաները, որ Նիկոլին տենում է ինչ գիտեն, մարմնին, որ մասը պաչ էին, թե դրա ինչն են պաչում, ես չգիտեմ, երբ որ այդ դեպքում են մարդը, են էլ ինչ տենում է, վազում է այդ ուտում է, ես չեմ կարող հասկանալ, այդ մարդը, ընկեր Նիկոլ Փաշինյանը, կշտանալ ունի, թե չունի, որ, այս սեղանից են սեղան, այս սեղանից են սեղան, մեկ խոզի կաշի աուտը, մեկ ինչի կաշի աուտը, մեկ ինչի միքսա, ինչ տենում ուտում է, մարդը հագենալ չունի, հոգեկան հիվանդ։ Ինչևից է, հարգելի Արարատյան դաշտի բնակիչներ, նամանավանդ գյուղացիներ, հիմա են որ ասում է, թքեցիք ասոյի փայտիկին, թե չէ։ Հել է գնացել եք հոկտեմբերյան, Նիկոլ եք դիմավորում, խշում եք, ճվում եք, ծապահարում եք, Վազգենի քուր եք լսում, Պուտինն է մեղավոր, պարադում քիչ տեխնիկա է Պուտինն է մեղավոր, Դավթաշեն բանը ջրեր հելել են, պայթել են, կանալիզացիան է թմա Պուտինն է մեղավոր, գիտեք ինչ, սրանք սովից չեն մեռնի, դուք կյանքում չհավատաք, որ Վազգենի քուրը նիկոլականները սովից մեռնեն, որ չգիտեմ, գյուղմթերք չի հետամ, էնի չի հետամ, իրանք եկան են գրպե-ճրպե, իրանք երբեք սովից չեն մեռնի, որ դեզ ասում են բրինց կուտենք, բայց ռուսից տրուկը չենք լինի, չհավատաք, որ իրանց ընտանիքը բրինձ ուտ, իրանց ընտանիքը որ պահին բրինձ կերավ, Վազգենի քվոր կնիկը արգանդով կնսի Վազգենի քվոր թիթու բենին, դա մոռացեք, որ նրանց բան ապելակերպը բնվատանա, մոռացեք, ուրիշ հարց մենք բրինձ ուտենք, որ բանակ պահենք, բրինձ ուտենք, որ երկիր պահենք, միանշանակ համաձայն են, հող կես, բայց երկիր ունեցի, բայց հող ուտես ինչա ռուսի ինատու, ես այդ չեմ կարող հասկանալ, իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, ասում մենք անկախ ենք, ումից ես անկախ, ումից, հիմա ասեմ հաջորդը, այս բանը, այսպես կոչված ռուսամետները, այդ ռոբիկ, տաշիշ և իհարկե բոզի տղա դոդիկագո, այդ ես չեմ ասում ինքը բոզի տղա է, այդ ինքն ասում ինքը բոզի տղա է, հիմա առաջանում է հարց, բա որ դուք քարոզում եք, իբր թե դուք ռուսամետ եք, բանը ռուսական որոշակի չինովնիկներին էլ տարել եք, կաշառել եք, այդ որոշակի չինովնիկներն էլ գրում են Մոսկվա, Կրեմլ, տավարիշու Պուտինու, որ գիտեք ինչ, Քոչարյանը, Տաշիրը և Դոդիկակոն մեր մարդիկ են, են որ ասում է ստամ են, այդպես բան չկա, նրանք իրենց փողի մարդիկ են, բա եթե դուք ռուսամետ եք, բա ինչի մի հատ թթու խոսք չեք ասում Եվրոպայի հասցեին, ինչի մի հատ թթու խոսք չեք ասում Ամերիկայի հասցեին, որ խոսքի օրինակ ինչի է Եվրոպան և Ամերիկան քիթը խոթում Հայաստանի ընտրությունների մեջ, մենք հրաժարվելու ենք Եվրոպայից, կամ Եվրոպայի հասցեին այդ քննադատական խոսք, չկա բացարձակ, բայց եթե ռուսամետ է, պիտի քննադատեն, իսկ չի չեն քննադատում, առաջինը, նախ ասում են, նախ իրենք ռուսամետ չեն, իրանք փողամետ են, երկրորդը նույն Եվրոպայի տարածքում, նույն Ռուսաստանի տարածքում, և Տաշիրը, և Քոչարյանը, նույն Ամերիկայի տարածքում ունեն աշխարհ գույքեր, ունեն բիզնեսներ, ո՞ց են դրա մասին խոսում, ո՞ց քննադատեն Եվրոպայի, ո՞ց քննադատեն Միացյալ Նահանգներին, երբ որ նույն Քոչարյանը այստեղ Կալիֆոռնիայում եկասեպակալություն ունի, այսօր քննադատի վաղը ինչ ալնու կվելու է, չի քննադատում, նաև չի քննադատում, որ իբր թե չկորցնեն
Եվրոպամետների ձայները, հələ սրանց բոզիտողության աշխարհը նայի։ Չէ որ խոսան Ռուսաստանի օգտին, եվրոպամետները պիտի բան անեն, խոսյունակ չգնան եւ իրենց դեն չտան։ Ես ուզում եմ որ դուք անալիզ անեք, սրանք ռոբ, դաշիշ եւ տուպոյ գագո, սրանք ոչ եվրոպամետ են, ոչ ռուսամետ են, սրանք իրենց կապիտալի դառն են։ Ես սրանք եւս հանդիսանում են նույն տիպի կերպար, ոնց որ Նիկոլ Փաշինյանն է, բացարձակապես չտաբերում իրարից։ Այդ մարդիկ են Ֆերդինանդ, որ հելել են գելա հետևից մանագալը, ու այդ Ֆերդինանդա նմանները, որոնք այսօր մոլորեսում են ժողովրդին, հրապարակի մեջտեղ հելը ելույթ անենում, այն կողի զոմբիները Նիկոլ էլ է դմբ են անում, բայց ոչ մեկ հարց չի տալի, Ֆերդինանդ, հարց, քո տաշիրը Ադրբեջանից տարածքային պահանջ ունի, թե չունի, այդ հարցը խիչ են տալի Ֆերդինանդին, այդ հարցը տաշիրին խիչ են տալի, Ռոբերտ Քոչարյանին տարածքային պահանջ ունես, թե չունես, Ռոբերտ Քոչարյան, տաշիր, դոդի գագո, պահանջ ունես, Արցախցիները պիտի վերադառնան, թե ոչ, Կիրանցը, Բերձորը պիտի հետ բերես, թե չէ, Տիգրանակերտը տալու ես, թե չէ, մի հատ այդ հարցերի պատասխանը տվեք, նու հելեք ասեք, գիտեք ինչ, մենք 300,000 աշխատատեղ ենք ստեղծելու, ստի տուն ու տեղը ալամը դնի, այն բանից անի, թե դու 300,000 աշխատատեղ ես, ստեղծել մինչև հիմա, ինչով է ստեղծելու, ասում մենք որ ենք Ռուսաստանը սենց բան չեր անի, իրոք, ես այդ կարծիքի չեմ, անելու էր, որովհետև որ դուք էլ լինեք, դուք էլ եք բռնելու այս նույն ուղղությունը, նույն ուղղությունը դուք, որովհետև այսօր դուք Նիկոլ Փաշինյանի կողքից չեք շեղվում, դուք չեք ասում, գիտեք ինչ, մենք տարածքային պահանջ ունենք, Ղարաբաղի հարցը փակված չի, մենք Տիգրանաշեն տվող չենք, մենք իրանց Բերձորը հետ բերող ենք, մենք Սևլոջից Թուրքին նայելու ենք, մեր բանակը պիտի լինի այսքան, մեր զինված ուժերը պիտի լինի 2 տարի պիտի ծառայեն, ոչ թե տաշել ասում մի տարի, մեկ էլ են իմբիսի լակոտն էլ ասում թե մենք ժողովրդին զենք նվեր կտանք, զենք նվեր տալ մեզ որի չանես, որ հետի արբիթր են։ Այսինքն ես ուզում եմ միա դուք ծանր ու ցեցև անեք, նայեք ես բոլորին, հələ դեմը մի շաբաթ կա էլի։ Միա դուք անալիզ անեք, ուղեղ ունեք, միջնակարգ կրթություն եք ստացել։ Չեմ ասում բարձրագույն, գոնե միջնակարգ կրթություն ստացել եք, հետևություն ենեք։ Լավ, ինչու՞ մա տարբերություն, Ռոբերտ Քոչարյանը ընդդիմությունը այդմա բանը իշխանական, պետական, հմեկ հերոստանգերություն Պետրոսը դեմը չոկմա։ Մի հատ էլ դեսերտի սեղան են գծը, միլիցիան չէ ստապալը։ Ես էս ոչ չեմ տեսել։ Ես ելնեմ թու հերոստանից տեղից Նիկոլ Փաշինյանի տեղը։ Իմ հմեկը տես ընդունելություն ցույց տա Ռոբերտ Քոչարյանին, Պետրոսին, հմեկով, միլիցով, բան, սա կսերնապականը մեկը փոխեն։ Այսինքն դա նախորոք պատրաստված է, որպեսզի ինչ որ մի ձև բարձրացնեն առանց այն էլ 0 Քոչարյանի ռեյտինգը։ Ասում եմ մարտի 1-ին, ինչ կասեք, ասում եմ ես չեմ արել։ Բա ով արել Ռոբերտ Քոչարյան մարտի 1-ը։ Դու ես նախագահան։ Գասպարին Վովան կառավարության շենքից, որ դուրս է կասես նախագահան հրամանա ստորագրել կրակ բացելու։ Խոր ռազմական ոստիկանության ժողովուրդը թե կայնած են եղել։ Ես դրա մասին հաղորդել եմ։ Այսինքն դու չէր, բա ով ես։ Նիկոլն ասում է Ղարաբաղը ես չեմ տվել, 96 թվին են տվել, բա բոզի տղա չի։ Վազգե Սարգսյանի օրոք ո՞ս քարեն Ղարաբաղ տայր։ Մենք խոմ զինվոր ենք եղել այդ ժամանակ։ Բավարարված են, մենք ընդ ինչ ենք անում, զորք ընդ ինչ էր անում, ես ասում մարդի մեկը ես չեմ արել, այլ մոլորակային մի են արել, Ղարաբաղի սպեցնազը, Ղարաբաղից ով բերեց պրասպեկտ ու կրակ բացին ժողովրդի վրայից, կա դրասա վիդեոները չէ, եթե սերունդը չի տեսել ժողովուրդ ջան, երիտասարդություն մտեք YouTube բացեք մարդի մեկի կադրերը նայեք, սպիտակ կամուֆլաժով ոնց են կրակում ձգան խալտի մոտից ժողովրդի վրայից, բա առանց հրաման տալու ով կկրակեր Այդ կանդալը ինչ բոզի տղա է, որ հիմա բերցում նստած է, մի դիպուպը հարել դա է եղի, որ կրակել է ժողովրդի վրա, որ միլիոնավոր դրամներ դրա համար ստացավ, ու այսօր ասում է, թե ամերտեղը բանդում է, սրանք բոլորի վրա ասում է, պասաժիրը նավո կարաբլյա, չեքնի այդ գլուխները թանեք, մտացեք չեքնի այդ գլուխները թավական, սերի ժողովուրդ, հետո չասեք, ես ինչ մենք արեցինք, ես սխալ ընդխություն եղավ, Սրանք չպիտի վերարտադրվեն, սրանք բոլորը նույնն են, դոդի գագոյի ինչն անդիմություն։
Միացել ինձ ասեք տենամ, դուտի գագոն երբեք էլա, խաղացելա որպես փողերը բաժանե, ցայները հավաքե, եկե մտե պարլամենտ կամ կառավարություն, կոալիցիա կառավարություն կազմի, իա բիզնեսը նարը, իա բոզի տղեկին առեն նստելա, որ բանակ չտանեն, իա բոզի տղեկին ում ուզեն սպանեն ու գյուլեն, նվերիգը, հիմա էլ ես մի իմբիցիլը դալավ չապահազ, իա ցեմ զավոդը, իա կանյաշնին, իա են, տաշիր ինդիմությունը որն է, որ ինդիմությունը լներ, բան չէ հիմա դուրսը, ինչ անեմ դուրսում, Այսքան 30 միլիոն դոլարի փոխհատուցում խի ստացավ, ընդդիմությունն է։ Ռոբերտ Քոչյանը, որ ընդդիմությունն ուներ, պիտի վաղուց կալանավորված ու դատված, նազուր պիսամադրուց ու փոխել, որ Ռոբերտ Քոչարյան դատեմ։ Արա 5 տարի առաջ ժողովուրդը քեզ պողպատե մանդատ տվեց, որ դու Քոչարյան դատես։ Դատի՞ս, քոլավ, չդատի Քոչարյանից մի հատ ծամոն բռնագրավեցիս, ծամոն։ Չէ, հիմա նորից նույն եկնա երկը մգեր Նիկոլը։ Ախր մարդ պիտի մի քիչ ուղեղ ունենա, մի բան, եթե ես մի բան ասեմ եւ չանեմ, երկրորդ անգամ ժողովուրդը չի հավատալ։ Եվ առասարակ այդպես է, մի մարդ եթե մի բան ասում է, չի անում, երկրորդն ասում, չի անում, երրորդն ասում, չի, այդ չորրորդին ո՞ւց եք հավատում։ Ռոբիկ ակոն ինչ ասե չի արել։ Դաշեր ինչ ասե չի արել։ Նույնը Ռոբիկը Մարդկության դահիճ 39 գլուխ 39 քաղաքական սպանության հեղինակը այսօր եկի ասում է ես դեմոկրատական այլ այ բոզի տղա դարի միասը 98 թվի ընտրությունները տեսանք 2004 թվի ընտրությունները որ այն Զայնազուկ Ստեփան Դեմիրճյանն էր ասել որ անես փշտակ փախնի այդ էր ասել ինչի իշխանությունը զավթվեց Զորքը բացահայտ տանում էիք զորքին, բացահայտ, բաց քվեարկություն էր անում զորքը, ով որ բաց էր քվեարկում, ինչ-որ մեկի օգտիվ է, վեկանում տեղափոխում էին ուրիշ զորամազ, քշում էին Ղարաբաղի վալը, իմ ընտրությունները այդ ալամաշխարհներից հիշեմ, 2098 թվի մարտի 16-ի, ինչ տեղի ունեցավ Կրասիում, քո նման բոզի տղի պատճառով, ընկեր Քոչարյան, որ դու վաղ իրավունք չունեիր անցնելու, Վազգենի ուղեղը լվացի գյուղի տղա էր, Հիմարացրիք դու են թիզուկես Սերժետ փոզի տղեն եկա դարար նախագահ պիտի դառնաս Կարեն Դեմիրճյանը ժողովուրդը չէր կարա քեզ ընտրել ժողովուրդը այդ ընտրելու էր Կարեն Սերոպիչին ոչ թե քո նման թրկահապատակ փոզի տղուն բայց ընտրակեղծիկով դարար նախագահ ընտրակեղծիկով էր արտադրված նորից մարտի 1-ով իշխանությունը պահի փոխացի թիզուկես Չիբուրաշկա Սերժ փոզի տղուն Հիմա նորից ուզում եք գաք, նորից որ նույնը լինի, կրկնվի, թափվեք, ծերի ժողովուրդ, թափվեք, հասկացեք ինչ եք անում, այդ կոպեկները, որ ձեզ տարիս են, վաղը ձեր կթերից են բերելու, 30 տարի այդ նույն բանը կրկն, արա ջան, վեկալ եք, գնացեք ձեր ուզած մարդուն ընտրեք, կամ որ ասում են, իշքան փող են տալեմ, որ գամ սրան վստավ, արա այդ փողն էլ կերար հետո, իշքան փող են տալեմ սրան վստավացած, իշքան փող են տալեմ գամ սրան ձեզ տա, իշքան փող են տալեմ, որ ձեզ բռենուս շինեն, մնամա այդ դրանով էլ արդեն համաձայնվեք, ձեր հետույքը տակ հանում փողի, ինքնասիրություն արժանապատվություն ունեցեք, երկիրը ապրել չապրելու հարցա, կործանման չկործանման հարցա, մի մարդու նման բոլորով պիտի գնան ընտրատեղամաս, ոչ չասեն ինչքան փող են տալի, բոլորով պիտի գնան ընտրատեղամաս, մենք նորից եմ կրկնում, ունենք վստահված անձանց պակաս, այն մարդիկ ովքեր մտածում են երկրի մասին, զանգահարում են 094 40 90 96 հեռախոսահամարով, ասում ենք տեղ, ժամ, գալիս են գրացում են որպես վստահված անձ, չէ, մի մարդուն ման ոչ թե բռնասել թե ինչքան փող են տալեմ գանքսե քիչա փողը ընդ փող չկա կամ ստեղ մի քիչ պակաս է այդ փողը այսօր լափից վաղն ինչ է անելու եւ մի մարդուն նման հուլիսի 7-ին գնում են կտրատեղամաս եւ ձայն ենք տալիս համար 15-ին ձայն ենք տալիս համար 15-ին Վարդան Ղուկասյանին դոկ կուսակցությանը քաղաքական ամենամեծ սանիտարին, որը ես եմ, իզնից ենքոն քաղաքական սանիտար գոյություն չունի, ով հրապարակայնոյն ասում է, լակիրովնի դագաղն եմ դնելու այս բոլորին, հատ, ձեր աշկի առաջ, ամսի 7-ին, համար 15, ուրիշ ոչ մեկ ետ գործ չունեք, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։